Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայաց Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ։ Բարեկամներ, այսօր իմ զրուցակիցն է դոկտոր պրոֆեսոր Հակոբ Այնթապյանը, ում հետ պետք է մեր այսօրվա զրույցը ծավալվի, ընդհանրապես վերջերս դոկտորի Սփյուռքի տարբեր համայնքներ կատարած այցերի շուրջ։ Եվ քանի որ մենք խոստացել ենք, որ պարբերաբար պետք է ներկայացնենք Սփյուռքի տարբեր համայնքներ դոկտոր Այնթապյանի այցերը եւ այնտեղ տեղի ունեցած տարատեսակ ձեռնարկները, ապա վերջին 3 այցերը պարոն Հակոբ տեղի են ունեցել Կիպրոսում, Հունաստանում եւ Բուլղարիայում։ Անդրադառնանք մեր այս 3 հայկական համայնքներին եւ ձեր տպավորություններն ինչպիսին էին այդ գաղութներից հայկական։ Հայերը դարդղնած են մեծ մասամբ հայոց ցեղասպանությունը ետքը զանազան երգիրներ, այն երգիրները, որ մոդագա են պատմական Հայաստանին եւ Գիլիկիո։ Ասոնց կարգին են Հունաստանը, Կիպրոսը, Եգիպտոսը, Սյուրիա, Լիբանան, Հորդանան, Բուլղարիա, Ռումանիա։ Այցելելով ասկաղուտները մենք ներգայիս մտադրություն ունենք վերագենթանացնել իրենց մեջ ազգային ոգին մասնագիորեն եւ ավելի գաբել Հայաստանին։ Ինչու համար կարևոր է Սփյուռքը գաբվի Հայաստանի հետ։ Դարիները որ գանցնին 100 տարի ավելի որ հայոց ցեղասպանությունը կատարված է, առաջին սերունդը արդեն թշպարտաբար գերեզման տրինք։ Երկրորդ սերունդը արդեն դարիքը առավ 60-ն ավելի է։ Երրորդ սերունդն է որ ուժը կներկայացնե հայության։ Այդ երրորդ սերունդի մեջ պիտի վերարձարծվի ազգային ոգին, որ գոյություն ուներ առաջին սերունդը, որ ցեղասպանությունը ետքը դեղավորվեցավ ազգաղութներու մեջ։ Դժբախտաբար երրորդ սերունդը մասնագիորեն հեռացած է հայկական կյանքեն, նախ կորսնցնելով իր լեզուն, երկրորդը մշակույթի հետ գաբը նվազ է եւ եկեղեցու հետ։ Եթե մենք չգարենանք այս սերունդին գաբել հայրենիքին հետ, արդեն նահանջը երկով եւ բարով եւ խնջուկով գլա։ Ադե մեր նպատակը որ ազգաղութները գայցելենք, որբեսի իրենց վերահայշեցնենք, որ ինչ որ իրենց նախորդները, որ Սփյուռքի մեջ տեղավորվեցան հայոց ցեղասպանության ետքը երազեցին ունենալ Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի արևելյան Հայաստանի մեջ, թեև իրենց մեծ հայրերուն ծննդավայրը չէ, բայց ադիկա Հայաստանի մասն է։ Սփյուռքահայը եւ Հայաստան ծնած հայը հայրենիքի մաս կգազմի։ Սփյուռքահայը նույնչափ հայ է, անոր Հայաստան ծնած է։ Այս զանազանությունը պետք է լա Հայաստանածնածի եւ Սփյուռքածնածին։ Ուրեմն մեր նպատակը այն է որ Սփյուռք ապրողներուն հասկացնել, որ ամեն մեկտից հող Հայաստան իրենց կպատկանի եւ ադոր հետ հարազատորեն գաբակցություն պիտի ունենան եւ դիրություն ունենան։ Պարոն Հակոբ, ամեն դեպքում փորձենք առանձին նաև դիտարկել համայնքները, նախ երևի սկսենք Բուլղարիայից, այս 3 համայնքների համեմատության մեջ։ Ինչով էր առանձնանում, ինչով էր տարբերվում ըստ ձեզ համեմատելով մյուսների հետ։ Բուլղարիայի գաղութը երկու տեսակ փաղադրություն ունի։ Մեկը, որ դարբեր երկրեն եկած հաստատված են, եւ մյուսը, որ հոնձնած են։
ուստի անոնք, որ օրինակ համար Լիբանանեն հոնդը հաստատված են կամ Հունաստանին հաստատված են, մեջերնին ավելի ազգային ոգին կա, քան թե անոնք, որ Բուլղարիա ծնած են։ Բայց բարեբախտաբար այս երկու արմատ ունեցող հայերու մեջ համադրություն կազմված է Բուլղարիո մեջ, իրարու հետ շատ մոդեն գործակցին եւ ազգային գործունեությունը առաջ կդարին։ Թեև Բուլղարայությունը փոքր է թիվով, բայց հավաքված են բարեգործականի գետրոնի շուրջը եւ գչանային որչափ կարելի հայ մշակույթի եւ եկեղեցվո հետ կապերը հարազատորեն շարունակել եւ հարադեվել քոյադեվել Բուլղարիո մեջ։ Որոշ անցիկ, որ Հայաստանին արտաքաղթած են, երդասարդ սերունդը արդեն թիրքերու հասած են եւ փոխնախարարի թիրքի հասած են, որ մեծապես գնահատելի է։ Ուրեմն քաղուտը գոյություն ունի, բայց քաղուտի գլխավոր նպատակը, որ Հայաստանի հետ ծեր գաբեր ունենալ է, քիչ մթույլ է։ Ուստի մեր այցելությամբ ադիգա գոքևորվի, գարձարձվի եւ գուսամ, որ ավելի հաջախագի օրեն Հայաստանին այցելուներու միջոցով ատկաբը ավելի սերտանա։ Պարոնակոպ, այս պահին պետք է կարճատև դադար ունենանք, պետք է դիտենք մի տեսանյութ, որն առնչվում է հենց ձեր այցերից մեկին, նշված 3 համայնքները, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր Հայացք Երևանից հաղորդաշարում իմ զրուցակիցն է դոկտոր պրոֆեսոր Հակոբ Այնթապյանը, անդրադառնում ենք դոկտորի ընդամենը վերջերս 3 հայկական տարբեր համայնքներ այցերին, իսկ այս պահին ունենք կարճատև դադար, դիտում ենք տեսանյութը, որից հետո կշարունակենք զրույցը։ Խնդրեմ։ Երկիր մկա աղանդական աչքեսերու սրդիս մոտիկ հոմբասմած է աստվածորեն ձյունագագատ լեռնանարատ պանդոխտայով սուպը ձրքիս հազար երկիր այցելեցի բայց սրտիս մեջ միշտ պահեցի ծերուն ազատ լեռնարարատ իմ պավերում սարյակ կերտված արարիչ են նոր ներկված մեր գոյության խորհրդանիշ դու սրբազան լեռնարարատ հայ ոգի փրկության սյուն ու հայ պարքի վագնանատ մեր մշտերուս փոպարաշ դու մշտակյաց լեռնարարատ էջմիացնի խունկով օծուն խորվիրապի շուչով թրծուն դարերու վեր պատվար անխախտ հայոց դրոշ լեռնարարատ աստանդական ցեղախումբեր գրովեցի սուր ու զենքով բայց կմանաս ավեր ժանհատ
Բարեկամներ, շարունակվում է Հայաց Գերևանից հաղորդաշարը Վանաձայնի եթերում։ Հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցն է դոկտոր պրոֆեսոր Հակոբ Այնթապլյանը, անդրադառնում ենք դոկտորի ընդամենը վերջերս Սփյուռքի 3 հայկական համայնքներ կատարած այցերին։ Խոսեցինք Բուլղարիայի ձեր այցելության մասին, Հունաստանը ի վերջո հայությամբ ավելի մեծ է քանակը հայերի այնտեղ եւ կուսակցությունները նույնպես մեծ մասնակցություն ունեն եկեղեցու եւ Անտիլիասի եւ Էջմիածնի երկու թևերը նույնպես մեծ մասնակցություն ունեն, այնպես որ այս համայնքի մասին մենք ի տարբերություն Բուլղարիայի այլ ասելիք պետք է ունենանք։ Հունաստանի քաղուտը մտավորականաբես ավելի հարաճած է, քան թե Բուլղարիո, ազգային հարցերու արմադացած են, դժբախտաբար կուսակցություններու պատճառով երկուքի բաժնված են, գա անտիլիացական եւ գա էջմիածնական։ Քաղուտի ներկայացուցիչները, որոնց հետ գաբեր ունեցած են, զարգացած խումբի կպատկանեին եւ մեծ մասը նախկին Մելքոնյան աշակերտներ էին, որով գարոդով գիշեին Մելքոնյան վարժարանը Եվ նաև գաղութի շարժ տվողն էին մելքոնյանականները։ Եվ առավելությունը աներ, որ ասոնք միասնական գերբով գործեին։ Դա թեև դարիքնին արած էին 60 անց էին, բայց արուկ գերբով ազգային հարցերու վերաբերյալ շատ մոդեն ծանոթ էին եւ գործակցեին, որ մեծապես քովելի է եւ գուսամ որ աբակային մյուս թևնալ գայցել ենք, որ կապված են Անտիլիասի, ես մոտավորապես 1958-ի ժամանակները այցելած եմ Աթենք եւ այդ ժամանակ ընկերներ ունեի, որ դաշնակցական հագում ունեին եւ իսկապես ազգային երուզեր կարան տեղը եւ հիմա պիտի տեսնանք թե այդ երուզերը կշարունակվի կամ թուլացած է գլխավոր հարցը ասե Սփյուռքը պետք է սերտորեն գավվի Հայաստանին բոլոր հայերուն հերանեկարը եղած է երթալ հաստատվի Հայաստան եւ թե չեն կրնար վերջնականապես հաստատվի գաբեր պիտի ունենան, այսինքն մեկ ոտքերնին պիտի լա Հայաստան եւ իրենց կարողականության մեկ մասը պետք է հաստատեն Հայաստան Այդ պետք է լա քաղուտին տերը Մայեց ծրագիր ունի ուրիշներու հետ, որ գազմվի համահայկական pedagogiություն, որ կնշանակե բոլոր հայերը ուր որ ծնածնան, ծնունդով հայերուն դրվի Հայաստանի քաղաքացիություն։ Ետ այդ որդագաբը հաստատվի, շատ հայեր սփյուռքեն կդեղափոխվին Հայաստան կամ իրենց գործունեության մասը կհաստատեն այնտեղ։ Հայաստանի մեջն է որ չի գործվիր ավակասերունտը։ Սփյուռքի մեջ քաղուտներու պատմությունը ցույց կտա, որ ուրիշ կամկանող քաղուտները լուծված են եւ ցուլված են։ Այդ պետք է լա հայոց ցեղասպանությունը յետք եղած սերունդին հետևորդները, հաջորդ սերունդները։ Իսկ ինչ կվերապերի հաջորդ կայլին Հաջորդ կայարանը Կիպրոսն է։ Կիպրոսը ժամանակը եղած է Գիլիգյան թագավորության մասը։ Լևոն թագավորը նույնիսկ Կիպրոսի թագավոր նշանակված էր։ Ուրեմն հայությունը հոն արմադացած եղած է մասնավորապես Մելքոնյան վարժարանի գաղամ գրտարանի հաստատում են ետքը։ Դժբախտաբար 2005-ին բարեգործականի
հոգաբարձուներու խորհուրդը որոշեց փակել այդ դպրոցը, որ այդ ժամանակ 250 աշակերտ ուներ։ Բաճարը չգար այդ վարժարանի կամ գրթարանի դռները փակելու։ Փարիլուրը որ լսեցի, գարելություն գա գսեն, որ վարժարանը բացվի, բայց դարբեր գերբերանքով։ Ինչ գերբարանք ունենա, այդ գրթարանը պետք է ունենա հայագիտության եւ մանկավարժական ուսուցման կենտրոն, որովհետեւ Սփյուռքի եւ Միջին Արևելքի եւ մոդավոր Արևելքի երկիրներում ուսուցչական դասչարական գազմը դերմը պիտի պատրաստվի եւ գիտբրոսը լավակույն դերն է, ուր գրնան վարժարանի շենք գոյություն ունի, քիշերոտիգի շենքը գա եւ մոդագա եւ եվրոպական եւ միջին արևելյան երկիրներուն եւ Հայաստանի։ Ուստի գմախտեմ, որ Մելքոնյան վարժարանը բացվի, որպես դարբերանունի տակ կորզունեություն դանի, բայց միաժամանակ լա հայագիտական եւ մանկավարժական կենտրոն։ Այս բարի մաղթանքով էլ ավարտենք մեր այսօրվա զրույցը, պարոն Հակոբ, մենք բարբերաբար, ինչպես խոստացել ենք մեր ակնդիրներին, մեզ դիտողներին, կներկայացնենք ձեր Սփյուռքի տարբեր համայնքներ կատարած այցերը, ձեր համեմատականը, ձեր վերլուծությունը, որն իսկապես հետաքրքիր է եւ նաեւ կարող է օգտակար լինել հետագա գործունեության համար։ Այս օրինակ վերլուծությունը շնորհակալություն։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր Հայաց Գերևանից հաղորդաշարում իմ զրուցակիցն էր դոկտոր պրոֆեսոր Հակոբ Այնթապլյանը, անդրադարձանք դոկտորի վերջերս Սփյուռքի 3 տարբեր համայնքներ՝ Բուլղարիա, Հունաստան եւ Կիպրոս կատարած այցերին, ներկայացվեց տպավորությունները, խոստանում ենք, որ այս այցերին, հետագա այցերին պարբերաբար կանդրադառնանք։ Ես Վահագն Զաքարյանն եմ, հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի վանաձայնի եթերում։ Հաջողություն։